Սիրելի հետևորդներ, տեսեք ինչ լավ է ստացել, եփվել է եւ համը տեսել եմ, ճիշտ է, երեսինը բրինձը բանը մի քիչ չոր է, բայց ներսինը եփված է, որ ասենք տեսել է, ես մոռացա որ մի բանով ծածկեմ, թղթով ծածկեմ, որ չչորանա, բայց ոչինչ, շատ քիչ է, տենց երեսի մի պուճուր շերտն է, տենց չոր, բայց շատ համով է, սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ, միջև ես գնացի խանութ եկա, ես իմ սաբոններս ու կոշիկներս եկա, տեսա մեր հարսը հաց է սարքում, հետա տեսակ սիգացկան ժարիտեր և ձկան խաշլամայեր, ինքն իրան մի քիչ ջրով, կարտոշկեն էլ ջեռուցը դրած։ Հետ էլ այսքանը, հետո կշարունակենք, նորից կմիանանք իրար, սիրելիներս։ Աննա ջան, ես ինչ էր սարքում, ուշացել եմ ոնց որ։ Այս հազա կարտոֆիլը դրել էր ջեռուցում։ Այս մեկն էլ ձուկն էր ժարիտի։ Կենիքը հլա բախտել ենք։ Այս էլ ձուկը ինքն իր անով խաշել է։ Գավ չի շատավ ու տեստա։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այսօր որոշեցի իջնեմ խանութները, հարմար բան չունեի, իմանավանդ էր, որ պետք է գնամ, հանգիստ ինձ կոշիկ կամ ամառային բասանոշկա մի բան էր պետք, էլի ասենք, դե գնացի հանդիպեցի, սրանից առա, շատ լավ հանգիստ կոշիկներ է, թեթև հանգիստ, էսի փորձեցի, վերցրեցի, սրանք առա, սաբոնները, բասանոշկով է հագնում, սաբոնները հավանեցի, ճիշտ է, մի քիչ դե կրունկով է, դե չի խանգարում, մատերիալն է, երկու մատը հաստություն ունի, կրունկն էլ երևի 3 մատն է, շատ հարմար, հարմարավետ կոշիկները, հլա, մի հատ փորձեմ, հլա, ընդեղ եմ փորձել, ստեղ տունը չեմ փորձել, հլա տեսնենք ոնց է։ Սիրելի հետևորդներ, իսկ թվում է վերևում է, չէ, տեսեք ինչ սիրուն է ոտքից, շատ սիրուն է, ասենք շնորհավոր, սա է սիրելի հետևորդներ, տեսեք ինչքան հարմար կոշիկ է, շատ հարմար, հանգիստ, մարդու կոշիկը, որ իրան ոտին հանգիստ է լինում, լավ ազգում իրան։ Աննա, այսի վերցնելու վաղտը չի։ Պատրաստած։ Ես սալաթա պատրաստել։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսօր միասին ինչ ենք պատրաստելու։ Որոշեցի պատրաստել եմիստա, հուներեն, հայերեն, լցոնած, պղպեղ և լոլիկ։ Մեզ ինչ է հարկավոր է միս, աղացած միս, դա պատրաստելու համար սիրելիներս, հարկավոր են, հեսա մի րոպե, հարկավոր է պղպեղ, հարկավոր է լոլիկ, որ արդեն մեջը դատարկել եմ ես, այս դատարկացնել սոխարած ենք անելու, պետք կգա այնտեղ մսի հետ միասին, աղացած մսի հետ, այս պղպեղներն էլ հանում ենք, այս մասը սենց կտրում ենք, իսկ թվում է երևում է, մի րոպե, այս ես կտրում ենք, կարող եք կիսատ կտրել, եթե իհարկե մնա փակելու համար, ու այս մեջինը, ովքեր չգիտեն, նրանց համար եմ սա ասում, սիրելի հետևորդներ,
Ես մեջինը դատարկում եմ ստեղ։ Առաջի հերթին պղպեղները լավ լվանում ենք, հետո նոր այս գործողությունը կատարում ենք։ Սերմերը հանում ենք բոլոր։ Նահատել պատարակավով ես կողքերից ծակում ենք, երկու տեղից, որ կարողանա եփվի։ Այս ուտեստը պատրաստելու ենք ջեռուցում սիրելի հետևորդներ։ Եվ աստիճանաբար բոլորը այսպես բացելու ենք։ Կես կիլո աղացած միս ունեմ, հեսա պատրաստման եղանակն էլ կասեմ, բոլորն էլ սենց պատրաստում ենք, ես վերցրել եմ կլոր բրինձը շուտ է եփվում, մի հատ լավ 3-4 ջուր լվացել եմ, դե իրանց սպիտակությունը մնում է, մի քիչ ջրի մեջ թողել եմ, որ ինքը մի քիչ հասունանա, որ շուտ եփվի, կարող եք երկար բրնձով էլ սարքել, մի քիչ երկար է եփվում երկար բրնձովը, ուրեմն սիրելի հետևորդներ, դուք կարող եք պատրաստել, սա երկու տեսակ է, կարող եք պատրաստել նույն մեր տոլմայի ֆարշը, որ կաղամբով թփով փաթաթում ենք, այդ ձևով կարող եք պատրաստել ֆարշը, այս տոմատի մեջին էլ լցնել նրա մեջ, սոխը կտրտել, լցնել, ոնց տոլման եք պատրաստում, ես այս անգամ պատրաստելու եմ ուրիշ տեսակով, ես հույների տունը աշխատելով տեսել եմ, որ տուն կա, որ ասենց մեր նման է պատրաստում, բոլորը միասին խառնում է, պատրաստում այդ զանգվածը, լցնում, տուն էլ կա, սոխարածը պատրաստում է, աղացած միսը լցնում է, տապակում է, համեմունքներով ամեն ինչնով նոր լցոն անում։ Հիմա ես պատրաստելու եմ այդ տեսակ սիրելի հետևորդներ, դեմա այս մնացած պղպեղներն էլ կտրտեմ, հետո նորից կմիանանք։ Սիրելի հետևորդներ, արդեն յուղը դրել եմ, սոխը լցնում եմ սոխարած լինի։ Հացում եմ քիչ տապակն։ Սիրելի հետևորդներ, մի քիչ չորացրած ռեհան եմ ավելացնում, սոխարածի մեջ համեմունքը ավելի ուժեղ է տարածում։ Մի հատ էլ ռեջան մեր Հունաստանում։ Սրա գարայշը իրա հետ տապակվում եմ։ Սիրելի հետևորդներ, հիմա լցնում եմ աղացած միսը։ Տակը ցածրացնում եմ։ Թափկացնենք, ոնց որ պատրաստում ենք, ասենք բլենչիկի, ֆարշը ոնց ենք պատրաստում, բլենչիկի շիջուկը ոնց ենք պատրաստում, այդ ձևի է սա ենք պատրաստելու։ Իհարկե սիրելի հետևորդներ կա, ես սրանից կերել եմ Հունաստան ուրիշի տունը, տեսնում եմ, որ ավելի համով է, հաց բոլորը միասին խառնած, լցոնենք մեր կամ պատրճան մասում, կամ կարմիր պղպեղ, սև կանաչ պղպեղ և լոլիկի մեջ։
ասենց ավելի էզերը պատրաստած ինձ ավելի շատ է դուր եկել։ Բայց մեր տունը առաջին անգամ են պատրաստում։ Որ ասեմ իմ ընտանիքի անդամները եւի չգիտեն էլ սա, որտեվ չեմ կարծում, որ պատրաստված լինեն։ Միշտ պատրաստել են թփով եւ կաղանդը։ Հիմա թողանք մի քիչ, նորից կմիանանք։ Ահա սերտիկն է, խառնում ենք։ Ավելացնում ենք կարմիր բխբեր, սև բխբեր, մեկ թեյի կթալի չափով։ Այս բխբերը ոնց որ գծու է, նոր հիշեցի, քիչ ավելացա, որ գծու չլինի։ Հələ կարմիր բխբերը տենա մերեկին։ Չէ, գծություն չուներ, իմ տղեն ասում էր գծու է, բայց չէ, չուներ գծություն։ Մի քիչ էլ աղ ավելացնենք, որ պետք կլինի հետո եք ավելացնենք ու խառնենք։ Ահա, սերի հետևորդներ, հիմա լցնում ենք լոլիկի մեջինը։ Եթե լոլիկ չունեք, կարող եք տոմատ ավելացնել։ Մեկ ճաշի կթալ տոմատ։ Թողնենք մի քիչ ստեց տապակվի։ Սերի հետևորդներ, այսքանը հերիք է, ինչքան որ եկվեց, հիմա կլցնենք, հիմա անջատում եմ ու լցնում եմ բրինձը, մի քիչ էլ իրար հետ կմնա, այտենց բրինձն ու միջուկը խառը, հետո նոր լցոնը կանենք։ Կարող եք, եթե ասենք միսը շատ եք սիրում մսոտ լինի, կարող եք բրինձը քիչ ավելացնել։ Այսինքն ձեր ցանկության է։ Եթե ուզում եք բրինձը մի քիչ շատ լինի, ընդհանրապես սա բրինձն են շատ անում, ինչքան որ ես գիտեմ, բրինձն են շատ անում։ Նայած ընտանիքի էլ այնտեղ էլ ա տենց, Հունաստանում էլ ա տենց։ Նայած այդ ընտանիքը ոնց է սիրում։ Միտեղ արել եմ, միսն եմ շատ արել, ասել եմ այտենց չենք ուզում։ Միտեղ էլ արել եմ, չէ, մի քիչ բանան եմ, մի քիչ վառը, մի քիչ շատ աճրալի, չնայած բրինձը կքաշի, բայց մինչև հիմա բրինձը ջրի մեջ է եղել սերի հետևորդներ, լավ, սենց բերանը բաց թողնենք, ոնց որ հարմար է բանի հետ, որ շատ բրինձ կա, որ շատ է բրինձը, միսն ու բրինձը ոնց որ իրար հավասար է, սերի հետևորդներ, Սերի հետևորդներ անջատեցի տակը, հեսա խառը կանաչին ես կլցնեմ, մի քիչ էլ սենց կմնա, կանաչին համեմա և մաղադանոս, ջուրը արդեն համարյա քաշեց, այս ձևով էլ կարող են լցնել սերի հետևորդներ, ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, որ ես մոռացա, ուրեմն սերի հետևորդներ ջան, եթե ինձ նման տոմատի միջուկ ունեիք հավաքած, դե ջուրի մեջն է, չէ, ջրախառն է, ուրեմն պետք չի բրինձը, ասենք ջրի մեջ թողնել, սառը ջրի մեջ, ոչ թե տաք ջրի մեջ, որովհետև ստեղ կա հեղուկ, այդ հեղուկը բրինձը կքաշի իրար մեջ, հետի ձեզ ասեմ, ես ուղղակի շփոթվեցի, չիմանալով, որ այդ լոլիկի միջուկը ունենալու եմ, բայց ոչինչ, էլի լավ է ստացվել, մի հատ էս ստից համը տեսնենք, ոնց է հալա,
շատ ընտիրը համը շատ լավ է սիրելի հետևորդներ ջան։ Հիմա կսկսենք լցոնը անելը։ Սիրելի հետևորդներ, դե հիմա թեյի գթալով լցնում եմ։ Այս արանքում էլ ջեռոցը պետք է տաքացնենք, դնենք թող տաքանա։ Ուրեմն ջեռոցում որ դնենք, սիրելի հետևորդներ, ջերմաստիճանը փոփոխական ենք անելու։ Սկզբից լավ կտաքացնենք 300 աստիճանի տակ, հետո կդնենք 200-ի տակ, հետո նոր 250։ Պետք է ուշադիր լինեք, նայեք, որ մեր լոլիկները շուտ է լինում, որ մեր պղպեղներն էլ եփվի։ Տեսակ որ ջուրը ոնց քաշեց, այնքան ջուրը քաշեց։ Հլա այս տեսակել փորձեմ, դե որ կերել եմ, այս տեսակով ինձ շատ դուր եկա։ Տեսնենք իմ պատրաստածը ինչպես է լինելու։ Սխմում ենք այդ արանքներով լցվի։ Լոլիկները լցրեցինք, հիմա էլ պղպեղներն ենք լցնում։ Հատիկ է մնացել։ Որ ասենք ավելանա, հարց չի, կարող եք կաղամբով կամ թփով փաթաթել։ Այս պղպեղները կողքից ծակել եմ պատառաքաղով։ Հույսով եմ ոչ չեք մոռանա։ Ես էլ որ փոփում ասեց, ոչինչ։ Սխմում ենք իշնի ներքև։ Այս էլ դնում ենք սենց կլխի, որ նենց հանեք, որ կպած մնա ավելի լավ կլինի, բայց որ կպած չի մնում, սպեց ենք անելու։ Թավայի բանի, ջեռուցի թավայի մեջ ենք շարելու, լավ է ժամանակ կասեմ սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ, կեսը մնաց համարյա, սա էլ կպահենք, կաղամբով տոլմա կպատրաստենք։ Արդեն տեղափոխեց սիրելի հետևորդներ, այստեղ արդեն գերիք է։ Հենարան ենք անում սենց, որ չբացվի բերանը, բացվի ոչինչ չի խանգարում, մեկա որ եփվի, բացվելի է սիրելի հետևորդներ։ Այս էլ է, մի քիչ մնաց, կարող ենք արանքներում կարտոֆիլ դնել սիրելի հետևորդներ, չի խանգարում։ Մի քանի հատ կարտոֆիլ ենք մաքրում ու դնում ենք, ոչինչ, սենց մի քիչ կհեռացնենք, կարտոֆիլը կդնենք կենտրոնում, այս սենց կանենք։ Սիրելի հետևորդներ, կարտոֆիլը դնում եմ, լցնում եմ արանքը, ստեղ կա, որտեղ տեղ կա, դնում ենք ընդեղ, այսպես, տեղավորեցինք, սիրելի հետևորդներ, հիմա կավելացնենք մի քիչ ջուր, կտեղափոխենք ջեռոց։ Շատ քիչ եմ ջուր ավելացնում, որովհետև ինքը իրան ջուրը դուրս է հանելու, այնքան որ այս մոմենտը մի քիչ լինի։
Սիրելի հետևորդներ, մեր եմիստան պատրաստ է, հայերենով լցոնակը, ասեմ, որ շատ համեղ է, սիրելի հետևորդներ, ձեր հետ էլ միասին կփորձենք, սես մեկը հանեմ, կփորձենք, կտեսնեմ ենք, կարող եմ ամբողջությամբ բացել, պղպեղն էլ է եկված, շատ համեղ է, սիրելիներս, ընդամենը մի ժամ քաշեց, իսկ եթե բրինձը բան չենք անում, ջրի մեջ չենք լցնում, քիչ մի ժամ մնա, չոր ենք լցնում, որ եփենք շատ ժամ, համարյա մի 3 ժամ քաշում է, որեփում է, ես իսկի մի ժամ հազիվ քաշեց, որեփեց, ուրեմն սկզբից ջեռուցը Սպասում եմ երեսները տենամ էլի, խոսում եմ, ես ինքս ինձ տեսնեմ, ինձ խոսում եմ, սիրելի հետևորդներ ջան, հիմա մանրամասը ես ձեզ կբացատրեմ, կարող այն ժամանակ բացատրած չլինի, ուրեմն ջեռուցը տաքացրել եմ 250 ջերմաստիճանի տակ, դրել եմ այդտեղ, մնացել է մի 15 րոպե, որ լրիվ էս ջեռուցի տապականը տաքացել է, հետո իջացրել եմ 220, արդեն տեսա, որ այս երեսը կարմրեց, օրինակ, տեսա, որ այս մի բարի երեսը կարմրել ասենց, ես ցածրացրի 200 ջերմաստիճան, 210-20 կլներ, այդ ջերմաստիճանի տակ դրեցի, որ լրիվ չվառվի, թե չէ կվառվի, կարտոֆիլներ չէի զգուշացրել, որ տեսա, որ տեղ կա, վերեցի կարտոֆիլներ լվացա, տեղավորեցի արանքներում, դուք էլ կարաք անեք, որ չի տեղավորում, կարաք կարտոֆիլ դնեք, որ ասենք ամանը մի քիչ մեծ ա լինում, կամ թույլ ա լինում, կամ ձիգ պահելու համար, եթե ճարեք պղպեղներ, որ տակը հարթ լինի, այդպես կարաք ավելի սիրուն ա գալիս ստացվում, բայց սենց էլ վատ չի, լավ էլ եղել ա, լավ էլ եղել ա, համով, էդ էլի, ինչ եմ ասել ձեզ, մեկ էլ այդ բրինձի պատմությունը, եթե ուզում եք շուտ էփի, բրինձը լվացեք, մի 4-5 անգամ լվացեք ու մի հատ ջուրն էլ լցրած թողեք, միջև որ ձեր պղպեղը կմաքրեք, լոլիկը կմաքրեք, միջուկները կհանեք, թող նա մնա այդ ջրի մեջ, միջև որ սոխառածը կանեք, եթե պատրաստեք իհարկե ինձ նման էլի, կթողնեք ջրի մեջ, կքամեք, կլցնեք, հիմա թե բրինձներ ձեր ճաշակին, ասենք բրնձով եք սիրում շատը, այստեղ համարյա ստացվեց, որ կեսը բանա, կես բրինձ, կես միս, ոնց որ հավասար եկավ իրար ու ասեմ, որ շատ համու է, շատ ընտիր համուն է։ Դե սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիցս, որ մինչև վերջ հետևեցիք իմ ալիքին, իսկ ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, եթե ցանկանում եք կիսվեք ձեր մեկնաբանություններով, դուք ինչպես գիտեք, դուք ինչպես եք պատրաստում, իհարկե դե ձեզ ասեցի, որ ես սա մի քանի տեսակա, կարաք տոլմայի նման լրիվ խառնեք իրար հում վիճակում, լցնել պղպեղների մեջ, ասենք թե կարող եք և կաբաչկի մեջ էլ, դթմիկի մեջ էլ լցնեք, կարող եք սմբուկի մեջ էլ լցնեք, նեղ սմբուկներ ալինու վերցնեք, մեջը հանեք ու լցոն անեք, այդպես խառը դնել, երևի մի անգամ էլ այդպես կանեմ խառը և դթմիկ կառնեմ և սմբուկ կառնեմ, պղպեղ, լոլիկ, միասին այդպես էլ կարող եք անել և կարող եմ մի օր էլ այդպես անեմ, իսկ տեսակ որ սրա ֆարշը ավելացավ, ես տոլմա կպատրաստեմ, հենց այդ ձևով տնամ ինչ համոնի հենց տոլմայի մեջ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, բոլորիցս շատ շնորհակալ եմ սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։